Բարև ձեզ բարեկամներ, եթերում նոր դարն է, արդեն երրորդ տարին է, ինչ ATV հեռուստաընկերությամբ հեռարձակվում է մեր հաղորդաշարը։ Անցած տարիներն էլ մեզ հնարավորություն են տալիս խոսելու կատարված աշխատանքի, մեր հաջողությունների և ձեռքբերումների մասին։ Նախ, պարզվեց, որ գրականությամբ հետաքրքրվողների թիվը ավելի է, քան թվում է առաջին հայացքից։ Մեզ դիտում են Միացյալ Նահանգներում, Եվրոպայում, Ռուսաստանում և Իրանում, Բելառուսում և բազում այլ երկրներում։ Եվ բազում վկայություններ կան, ստանում ենք զանգեր, նամակներ, որոնք խոսում են այդ հետաքրքրության մասին, որը մեզ համար անցավ կարևոր է։ Ասվածի վկայությունն է նաև այն, որ հաղորդաշարի մասին խոսակցություն բացվեց անգամ գրողների միջազգային սիմպոզիումի օրերին, որ կայացավ անցած տարի Մինսկ քաղաքում և մեր նոր դար հաղորդաշարն արժանացավ մրցանակի։ Այս հաջողությունները անհնարին կլինեին առանց ATV հեռուստաընկերության ղեկավարության աջակցության։ Մենք ամեն շաբաթ ենք նամակներ ստանում, ամեն հաղորդումից հետո, նամակներ, հեռախոսազանգեր մեր հեռուստադիտողներից, մեզ գրում են նաև արտասահմանից։ Վերջերս նամակներ ստացանք Կարինա և Մարգարիտա Կոսմոլներից, Աղացի Այվազյանի ընտանիքն է, որոնք հետաքրքրված են հայդասականներին մեր անդրադարձումներով և պահանջում են հետագայում ավելի խորացնել այդ աշխատանքը և հենց այդ ուղղությամբ։ Մենք նամակներ ու ուղերձներ ենք ստացել տարբեր երկրներից, մեզ գրում են հայտնի գրողներ Միխայիլ Պազնյակովը, Նատալիա Սավետնայան, Նաում Գալպերովիչը, գնահատում են այն, որ մեր հաղորդաշարը բարեկամության սերմեր է ցանում չարությամբ ու թշնամանքով լցված այս աշխարհում։ Իսկ Արտեմիս Լեփեջյանն էլ դիտում է մեզ, քանի որ մենք, ինչպես ինքն է ասում, վերադարձրինք իր երիտասարդությունը, այն արժեքները, որ թվում է այսօր մոռացված են, այն արժեքները, որոնց մասին այսօր ընդունված չէ խոսել, այն արժեքները, որոնցից խուսափում է ժամանակակից հեռուստատեսությունը շատ դրսևորումներով, ահա այդ արժեքները շարունակում են ապրել մեր նոր դարում և դրանք այն հիմնաքարերն են, որոնց վրա կառուցվելու է նաև վաղվա կամ ապագայի մշակույթը։ Մի բան հաստատ է և այդ մասին խոսել ենք հենց առաջին հաղորդման ժամանակ, նոր դարը հենց սկզբից մտահղացված չէր իբրև սովորական ժուրնալիստիկա, սովորական լրագրություն։ Մենք սկանդալ չենք փնտրել, սենսացիաների հետևից չենք վազել, անվերջ ու անդադար խոսողների բանակին չենք միացել, չենք միանում և չենք միանալու, որտեղ հաղորդաշարը ունի սկզբունք։ Լավ է մեկ մոմ վառել, քան խավարը անիծել։ Եվ վերջապես օգնության պարզված ձեռքը ավելի սուրբ է, քան աղոթող շուրթերը։ Հայ ժողովրդին շատ անհրաժեշտ է այս գիտակցումը, որ խոսելով երկիր չեն կառուցում, խոսելով ապագա չեն կերտում, միայն խոսելով երիտասարդություն չեն դաստիարակում, այդ ամենը քրտնաջան աշխատանք է և պետք է ճամփա բացել նվիրյալների համար։ Սա է նոր դարի սկզբունքը և կրկին հայտարարում ենք ու գիտեմ, որ իմ բարեկամները դիտում են, լսում են, խոսում են և ասում են համաձայն ենք այդ գաղափարների հետ։ Այսինքն մենք գործ ունենք գաղափարական հաղորդաշարի հետ։ Նաև մեկ այլ դիտարկում այս հաճելի պահին, երբ որ մենք խոսում ենք արդեն կատարված աշխատանքի մասին։ Մենք չենք սպասել և չենք սպասում, որ հեռուստադիտողը ինքը փնտրի մեզ։ Երբեմն էլ մենք ենք գնում իր դուռը, կազմակերպելով հրապարակային հանդեսներ, որ միջոցառումներ են և միևնույն ժամանակ հեռուստատեսություն։ Ի վերջո հեռուստատեսությունը պիտի փոխվի և շատ փոփոխություններ պիտի լինեն առաջիկայում ու պիտի ձեզ հիշեցնեմ մի շատ կարևոր հանգամանք, այն որ շատ մշակութաբաններ ժամանակակից արվեստների շարքում
դնում են հեռուստատեսությունը։ Այսինքն հեռուստատեսությունը այն չի, ինչ որ դուք գիտեք, այն չի, ինչ որ մենք գիտենք։ Հեռուստատեսությունը մշակույթ է։ Եվ այդ մշակույթը իր ուրույն ձևակերպումով, իր ուրույն գաղափարախոսությամբ, իր ուրույն գեղագիտությամբ վերջապես այդ մշակույթը արժանավոր տեղ ունի քանդակագործության, ճարտարապետության, ամեն ինչի կողքին, երաժշտության։ Ահա թե ինչ է եղել մեր նպատակը եւ ինչին ենք մենք ձգտել ու ձգտում, թե որքան ենք հասել, իհարկե վճիռը մերը չէ, այլ ձերն է։ Եվ քանի որ ասացի, որ մենք չենք սպասում, որ հեռուստատողը մեզ փնտրի, շատ հաճախ մենք ենք գնում իր դուռը, իդեպ նույն բանը մենք արել ենք իբրև գրական գործիչներ, չենք սպասել, որ ընթերցողը մեզ փնտրի, մենք ենք գնացել ընթերցողի դուռը, բոլոր մարզերում եղել ենք, Հայաստանի բոլոր գյուղերում եղել ենք, շատ գյուղեր մեզ սպասում են, ներողություն եմ խնդրում, որ ֆիզիկապես չենք կարողացել մինչև հիմա այցելել, բայց անպայման գալու ենք, սպասեք մեզ։ Եվ այդ է պատճառը, որ այս աշխատանքը իր ուղղվածությամբ տարավ դեպի մեկ ուրիշ ձևաչափ, որը արեցինք անցած տարեվերջին, ամփոփելով 2025 մշակութային տարին։ Տարեվերջին եւ տարեսկզբին մենք երկու բացառիկ միջոցառում իրականացրինք մշակույթ եւ արժեքներ, որտեղ ցույց տվեցինք մեր դասական ու ժամանակակից մշակույթի արժեքները, որոնք շատ կարեւոր են այսօր պայքարող, չարչարվող իմ զորավոր իմ սքանչելի ժողովրդի համար։ Այդ արժեքները փորձեցինք ներկայացնել լավագույն դրսևորումներով, փորձեցինք հրավիրել մարդկանց, հատկապես երիտասարդներին, քանի որ երիտասարդների դաստիարակության խնդիրը շատ էական ենք համարում։ Միջոցառումները եւ հեռուստատեսային այդ նոր ձևաչափը նվիրված էր ըստ էության դասական եւ ժամանակակից արվեստի նշանավոր գործերին, նշանավոր դեմքերին։ Եվ երբ ինձ միշտ հարցնում են, որտեղից ձեր այս խանդավառությունը, ինչու եք հաճախ ժպտում, ինչու եք վերջապես այդքան սիրում, ես պիտի ասեմ հետեւյալը. պատճառը մեկն է, իմ հայացքը ես ուղղում եմ լավագույնին, նրանք կան ու շատ են, բայց հանրությունը տեղյակ չէ, հանրությունը չգիտի, եւ այդ պատճառով շատ հաճախ կարդալով վատ գիրք, դիտելով վատ ներկայացում, լսելով վատ երաժշտություն, հուսահատվում են, փակում դուռը ու հեռանում մշակութային աշխարհից առհավետ։ Ես առաջարկում եմ դիտենք լավագույնին, ահա թե ինչին էր նվիրված վերջին փոփոխությունը, որ մեր հաղորդաշարում տեղի ունեցավ, գնալ դեպի լավագույնը եւ ժողովրդին ցույց տալ, ովքեր են մեր լավագույն գրողները, ովքեր են մեր լավագույն երաժիշտներ երաժշտական աշխարհում, երգեցողության աշխարհում, քանդակագործության աշխարհում, ինչ արժեքներ կան, որ պետք է գնահատենք։ Եվ ավելացնեմ նաեւ մի բան, որ արժեքների արժեքը կա, երևույթների երևույթը կա, ու գեղեցկությունների գեղեցկությունը կա եւ ուժեղից ուժեղը կա։ Ինձ համար դա հայ զինվորն է, մեր հայ կյանքի, հայ մշակույթի բարձրագույն արժեքն է հայ զինվորը, որտեղ լինենք, փողոցում թե տանը, ուսումնական հաստատությունում կլինենք, թե ճանապարհին, որտեղ էլ որ լինենք, միշտ հիշեք, կա մի բարձր արժեք, որը ավելի բարձր քան մեր երաժշտությունը, գրականությունը, գիտությունը, ամեն ինչ։ Ամեն ինչից բարձր հայ զինվորն է, եւ եթե այդ գիտակցությունը մեզանում լինի, շատ բան հավատացնում եմ, որ կյանքում կփոխվի։ Ահա թե ինչու հունվարի 17-ին հրապարակավ մեր հեռուստատեսային այդ հետարքիր միջոցառման ժամանակ մեծ արվեցին Առյուծ արծիվ երկրապահ կամավորական միությունը, նրա նախագահ գեներալ Արմեն Հարությունյան եւ ապագա զինվոր Ռազմա հայրենասիրական ակումբի նախագահ Սամսոն Մուրադյանը։ Դուք տեսնեիք ինչ սքանչելի պահ էր։ Մեզ մոտ էին, մեր հյուրն էին մեր դահլիճում, պատանի զինվորները, ովքեր պիտի դառնան ապագա զինվոր։ Եվ երբ ձեռքս պարզում էի ողջունելու համար իմ փոքրիկ բարեկամներին, այնտեղ կային 7-8 տարեկան երեխաներ, զինվորական համազգեստով իրենք
պատիվ էին առնում ու նոր ասում անունազգանունը ու բարևումից ուղղակի գեղեցկությամբ պահել ու հասկանում ես որ ազգը պահում է իր ոչին ազգային հայկական ոչին ու դա շատ կարևոր է մեզ համար այդ ընթացքում երբ որ մենք զրուցում ենք մեր կյանքի ապագայի մասին մեր հայրենիքի մեր պետության հզորացման ուժեղացման մասին մի աննման մթնոլորտ էր առաջացել եւ արձագանքները շատ ջերմ եղան եւ մարդիկ խոսեցին իրենց տպավորությունները հայտնեցին ինչ որ այսօր ձեզ ներկայացնել ենք ահա ինչու պիտի լավատեսորեն ասեմ սիրելի բարեկամներ այս նոր տարին որ մենք սկսում ենք այս նոր տարին թող լինի միաբանության տարի այս նոր տարին թող լինի հույսի ու հավատի տարի երբեք չհեռանանք միմյանցից երբեք չլքենք միմյանց միշտ ընկերը մնա ընկեր բարեկամը բարեկամ ծնողը ծնող ու որդին որդի սա է մեր նոր դարի այո իսկապես կարող ենք նոր տարվա այս օրերին խոսել նաև նոր դարի մասին նոր ժամանակների մասին նոր դարի եղաջութությունը նոր դարի աշխարհայացքը նոր դարի սկզբունքը պետք է լինի եւ ամփոփելով խոսքս այս թեմայի շուրջ պիտի ավելացնեմ ես այս ամենը ասում եմ ես այս ամենը ասացի իմ ուսուցիչների իմ Համոսահյանի իմ Վահագն Դավթյանի հսկող հայացքի ներքո ու շատ հաճախ ես մտածում եմ ես անձնական կարծիք չունեմ ինչ որ սովորեցրել են իմ մեծերը ես այդ խոսքերն եմ ձեզ բերում ահա թե ինչու ինձ հետ սովորաբար չեն վիճում որովհետև գիտեք չի կարելի գնալ անձնական սկզբունքների աշխարհ եւ խոսել միայն անձնականից ոչ մեզ միավորողը ինչն է ոչ թե անձնականը այլ համընդհանուրը այն ինչ որ ազգի համար սիրելի է սա էլ թող լինի ամենակարևոր սկզբունքը որով առաջնորդվել ենք եւ առաջնորդվելու ենք այսուհետև